Ղեկավարվելով է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68, 73, 124, 130, 130/1, 132, 140, 140/1 հոդվածներով դատանը վճռեց Արտաշես Սամվելի Հովհաննիսյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով, պետական տուրքի հարցը համարել լուծված։ Վճռը կամովին չկատարվի դեպքում այն կատարվի դատական ակտերի արկադիր կատարման ծառայության միջոցով պարտապանի հաշվին։ Վճռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ով վերաքննիչ քաղաքացիական դատարան, դատական նիստը հայտարարվում է փակված։ Դատարանը անհիմն լինելու հիմքով ձեր հայցը մերժեց, որքանով էր սպասելի այս որոշումը, այս վճիռը։ Ինչպես նշել էի, այն սպասելի էր, որովհետև բազմիցս անդրադարձել ենք և իրավական և ոչ իրավական նախադրյալներին, թե ինչու կանխատեսելի էր այսպիսի վճռի կայացումը, բայց սա այսինքն միայն սկիզբն է, մենք ունենք դեռ այլատյաններ և եվրոպական դատարան։ Իրավական առումով մեր գնահատակն իհարկե որ պետք է հայցը բավարարվեր և ամբողջությամբ, սակայն եղավ այն ինչ եղավ, ունենք այն ինչ ունենք և պետք է շարունակենք առանց վհատվելու պայքարել այս երևույթի դեմ։ Վճիռը ինչ հետևանք կարող է ունենալ բանկային համակարգում և ինչ նախադրյալներ կարող է ստեղծել։ Այս վճիռը, որ բավականին հաստափոր է, 47 էջից է բաղկացած, իհարկե կունենա բացասական հետևանք բանկային ներդրումային ոլորտում, որովհետև այս պահի դրությամբ, իհարկե վճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չի, բայց այս պահի դրությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ փոքր բաժնետերերը իրենց իրավունքներում սեփականատիրական խիստ վտանգված են և ցանկացած պահի կարող են զրկվել իրենց բաժնետոմսերից։ Սա իմանալով կարծում եմ որևէ ողջամիտ ներդրող չի շարունակի իր ներդրումները հայկական բանկային ոլորտում, որը ցավալի է։ Այս խնդիրը բարձրաձայնել և պայքարել դրա դեմ, որովհետև ես իմ ընտանիքին, իմ զավակներին արտերկրից իրենց բարեկեցիկ կյանքից կտրելով հետ եմ բերել Հայաստան, որպեսզի նրանք ապրեն և արարեն ու մեծանան Հայաստանում, և երբ որ իմ որդիներից խլում են իրենց պապի ժառանգությունը, դրա խորհրդանշական մի մասը, այդ 5 ոչինչ չասող բաժնետոմսերը իրենց համար, հակառակորդ կողմի համար, դա ցավալի է և ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի այդպիսի երևույթներ տեղի չունենան։